Ապրիլյան պատերազմից հետո Մարտակերտում ներդրումները չեն դադարել, հակառակը ոմանք հենց առճակատումից հետո են քաղաքում սկսել աշխատանքները։ Մարտակերտի բարիքները ընկերությունն արտադրում է տարբեր մրգերի ջրեր, դրանք փորձում իրացնել տեղական ու արտասահմանյան շուկաներում։ Ընկերության հիմնադիրը նախապես ուսումնասիրել է շուկան, պահանջարկը կա, մնում է լավ առաջարկը։ Պահանջարկը կա, այո, կա, մանավանդ հայկական արտադրանքները, որ եւ ավելի թանկացախվում եւ ավելի որակով է։ Ես մոտորերս եղել եմ Ռուսաստան, Մոսկվա եմ գնացել, Սամար եմ գնացել, շուկաներ ուսումնասիրել ենք, հանդիպել ենք մարդկանց հետ։ Ճիշտ է, հայկականը մի քիչ թանկ է, բայց որակով է։ Դերտեղում աշխատողն ասում են, հայկականը շատ որակ է, մանավանդ ծիրանը, դեղձը։ Լավ առաջարկի համար մրցունակ ապրանք է պետք։ Տեղական ու արտասահմանյան շուկաներում Մարտակերտի բարիքները շուտով ասելու է իր խոսքը։ Ընկերության հնարավորություններին այսօր ծանոթացել է վարչապետ Արայիկ Հարությունյանը, համտեսել ընկերության արտադրանքը։ Կանայք լվանում եւ տեսակավորում են խաղողի հատիկները, հետո տեղադրում չորանոցներում։ Չորանոցներում խաղող է ձմերուկ, սեղ, ծիրան, դեղձ ու ոչ միայն։ Շատ բնական է ու շատ համեղ է։ Կավելացնեմ, որ բարով վայելեք։ Արևոտ եղանակներին միրգը չորացնում են դրսում տեղադրված չորանոցներում, տարվա մյուս եղանակներին կամ ավելի մեծ ծավալի դեպքում գործի են դրվում ժամանակակից էլեկտրական չորանոցները։ Արտադրամասը կառուցելու եւ սարքավորումներով զինելու համար հիմնադիրը դիմել է պետության աջակցությանը։ Ծրագիրը կյանքի է կոչվել Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խողովակներով։ Չորանոցի կողքին շուտով պատրաստելու են կոմպոտներ եւ մուրաբաներ։ Այսօր սա ենք անում, բայց մի 10 օրից 15 օրից եւ մուրաբաներ եւ կամպոտներ տարբեր ձևի արդեն երկրորդ արտադրամասն ենք սարքում տարածքում։ Ցանկացած Ղարաբաղ ինչ միրգ որ աճում է, ցանկացած միրգը ընդունում ենք։ Պլան ծրագրով տենց այլ է պետք է ընդունենք։ Սա ինչքան որ կա։ Նորաբաց արտադրամասը հիմա 35 աշխատակից ունի, սա քաղաքի բնակչության զբաղվածության հարցում էական թիվ է։ Աշխատել պետք է, բայց աշխատանքից հետո կարևոր է նաև հանգիստը ճիշտ կազմակերպել։ Մատաղիսում այս առումով հետաքրքիր առաջարկներ ունեն։ Գյուղի տարածքում բացվել է հյուրանոցային տնտեսություն։ Վարչապետ Արայիկ Հարությունյանին ստեղծված պայմանները գոհացնում են։ Գործարարը հոգացել է, որ հյուրանոցում գիշերեն տարբեր հնարավորությունների տեր մարդիկ։ Ունենք 2 կոտեջ, առանձնատուն, հա, 3 սենյակ եւ հոստելի տիպի սենյակ։ Ոչ մի ազդեցություն չի թողել ապրիլյան դեպքերը գյուղացիների հաշվով։ Այսօր շինարարական աշխատանքները նմանապես գյուղացիների կողմից կատարվում են։ Շուտով կկառուցվի նորից էլի ասենք բենզալցակայանը նախատեսվում կառուցվել։ Հանգստյան գոտի այդ ձկնաբուծարանի աշխատանքներն համատեղ իրականացվում։ Արմեն Ղահրամանյանն ապրում է արտերկրում։ Մատաղիսցի գործարարը ներդրումներից գալի մասն ուղղել է ապրիլյան պատերազմից հետո։ Ապրել պատերազմի վտանգով ու չարարել մատաղիսցի գործարարը համարում է սխալ, փոխարենն առաջարկում է աշխատել, հարկեղած դեպքում պաշտպանել հայրենիքը։ Այստեղ ապրում են երեխաներ, ընտանիքներ ու ոչ մի բան չկա այդպես, պրոբլեմ չկա։ Կարան լրիվնել այցել են։ Մեր զորքը կանգնած է մեր թիկունքին ամուր ոնց որ ստե այդպես էլ ամեն տեղ նույն ձևի Հայաստանում ասենք կրակոցներ ելնում Ղարաբաղում տարբերություն չկա։ Սա մեր երկիրն է, ինչ տարբերություն Ղարաբաղ, Հայաստան ամեն տեղ էլ համարյա կասեի նույն վիճակն է։ Դրա համար ռիսկային չի։ Մատաղիսի նորաբաց հանգստի գոտին գործելու է տարվա բոլոր եղանակներին։ Առայժմ ամառ է եւ գյուղի ջրամբարը շատերին է կանչում այստեղ։ Հանգստանալ Արցախում եւ առաջին հերթին ճանաչել Արցախը, գեղատեսիլ բնություն, պատմական հուշարձաններ եւ արկածային հանգիստ։ Վարչապետն իր օրինակով է առաջարկում համարձակ լինել։ Նարեկ Սահակյան, Բենիկ Ղարախանյան, օր։